Թեև Իրանի եւ Իսրայելի միջև արդեն կա հրադադարի համաձայնություն, վերջին օրերի զարգացումները նորից արդիական դարձրին հարցը։ Իսկ եթե վտանգը հասնի Հայաստան, որտեղ ենք թաքնվելու, կան բավարար թվով թաքստոցներ ու ապաստարաններ, ինչ վիճակում են դրանք։ Factor TV-ն փորձել է գտնել հարցերի պատասխանները։ Դավթաշեն վարչական շրջանի բնակելի շենքերից մեկի նկուղն է սա։ Տագնապի ազդանշան լսելու դեպքում շենքի բնակիչները պետք է պատսպարվեն այստեղ, բայց ինչպես տեսնում եք, այստեղ մեղմ ասած անմխիթար պայմաններ են եւ անհասկանալի է, թե մարդիկ ինչպես պետք է պատսպարվեն այստեղ։ Երևանի բնակելի շենքերի շատ նկուղներում է այս վիճակը։ Հատուկենտ նկուղներ են, որ ռազմական դրության դեպքում կարող են ծառայել որպես թաքստոցներ։ Կիսանկուղային հարկերը, գետնանցումները, մետրոպոլիտենի կայարանները, ավտոկայանատեղիներն ու այլ ստորգետնյա տարածքներ եւս թաքստոցներ կարող են ծառայել։ Բայց որպեսզի շենքերի նկուղները ծառայեն որպես թաքստոցներ, պետք է ունենան առնվազն 1.90 մետր բարձրություն, յուրաքանչյուր պատսպարվածի հաշվով առնվազն 1.5 խորանարդ մետր օդային ծավալ, օդափոխություն, մուտքերի առկայություն, մատչելիություն եւ այլ պայմաններ։ Քաղաքապետարանի պաշտոնյան ընդունում է, պատկերը հուսադրող չէ, բայց հարցնում է, ինչ կարող են անել, որ չեն անում։ Բնակիչները անդադ զանգահարում են քաղաքապետարան, որտեղ է մեր ապաստարանը, նկուղները մաքուր չեն, կեղտոտ են։ Անդադ աշխատակիցները մեր գնում են, ստուգում են, փորձում են օգնել, նկուղները մաքրել տան, մաքրել են, աղբտարը թափել են, բայց անցել է 3 ամիս, 4 ամիս, նորից եկել ենք, տեսել ենք նկուղը զավթած է եւ նորից այնտեղ լցված է կենցաղային աղբով։ Նկուղների մեծ մասում կամ աղբ է լցված, կամ խոնավություն է ու լուսավորություն չկա, կամ բնակիչների չօգտագործվող իրերն են հին կահույք։ Ոմանք էլ տարիներ առաջ սեփականաշնորհել են նկուղները։ Ինչու է այս պատկերը հարցին քաղաքապետարանից կարճ են պատասխանում։ Նկուղների կառավարիչը համատիրություններն են, բայց անգամ դրանց ղեկավարներն են խոստովանում, իրենց հնարավորությունները սահմանափակ են։ Այստեղ ամբողջ հող էր, լույս եմ քաշե։ Ես էլ էստեղին նա ինչ որ վեշա, իրավեշենը տանելու է այդոն։ Այս տարածքն է։ Իսկ ստե բետոն անելու համար մեծ գումարներ է պետք, մինիմումի 4-5 միլիոն։ Ինչի չկա այդ գումարը, գուցե թիմեի քաղաքապետարանը։ Բնակիչները չեն կարող վճարեն, որտեղից մենք ինքնաֆինանսավորում ենք։ Բարձրավճարներից ինչ առաջանում է, առաջնահերթ վթարներ ենք վերացնում, իսկ այս աշխատանքի համար մեծ գումար է պետք։ Պատկերացնում եք, եթե հանկարծ տագնապ լինի, մարդիկ ո՞նց են այստեղ իջնելու մնան։ Ինչ ես ինչ կարող անեմ։ Բոլորն է գիտի, բոլոր ապաստարանների վիճակները ոնց է։ Իսկ օրինակ այս նկուղը դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ կարգի է բերել բնակիչներից մեկը սեփական ուժերով։ Ասում է համատիրությանը պարտաճանաչ վճարում է, բայց ոչ նրանց աշխատանքն է տեսել, ոչ քաղաքապետարանի, ոչ էլ ներքին գործերի նախարարության։ Համատիրությունը ինձ ոչ մի բանով չի օգնում։ Մենակ խոսալ գիտեն։ Այստեղ հիմի թափրտած է, որովհետև սաղ ջուրերը լցվե, կանալիզացիան լցրած էր։ Սա բան եմ արել, խոսանքները սաղ իմ տնից է գալիս։ Շատ դեպքերում նկուղի բանալին միայն մեկ բնակչի մոտ է, իսկ երբ տագնապի ազդանշան հնչի, օրենքը թույլ է տալիս փականը կոտրել, բայց ոչ բոլորն են տեղյակ, ոչ էլ գիտեն որտեղ է իրենց թաքստոցը։ Այս նկուղը նախկինում սեփականաշնորհված է եղել բնակչի կողմից։ Համատիրության նախագահն ասում է, վերադարձրել են, որ անհրաժեշտության դեպքում որպես թաքստոց ծառայի։ Շուտ մաքրում ենք, բայց ժողովուրդը իրենց մոտ է բալանինքա բերում լստում են էլի, հետո էլի զգուշացնում ենք, հանում են։ Բոլորի մոտ կա բանալի։ Չէ, շենքում մի քանի օքի մոտ կա, դե բաներ ալինում, դրու բայատարակում բանալնում, որ իրենց մոտ լինի, փագեն շուտ միջև այդ հարցին լուծում տան։ Factor TV-ն այստեղ նկարահանումներ արել է դեռ 2021 եւ 2024 թվականներին։ Արձանագրում ենք, որ փոփոխություն չկա։ Միակ նորությունն այն է, որ շենքերի բնակիչները տագնապի ազդանշան լսելու դեպքում պիտի պատսպարվեն ոչ թե այս նկուղում, այլ դրանից մի քանի 100 մետր հեռավորության վրա գտնվող բիզնես կենտրոնի ավտոկայանատեղիում։ Շենքի բնակիչները կադրից դուրս մեծ զրույցներում ասացին, որ չգիտեն, թե որտեղ պետք է պատսպարվեն։ Ոմանք էլ թեև կարդացել են շենքերի վրա փակցված հուշաթերթիկները, բայց չգիտեին, թե որտեղ է նշված բիզնես կենտրոնը։
Ի տարբերություն պարզագույն թաքստոցների, ապաստարանները նախատեսված են երկարաժամկետ պատսպարման համար։ Դրանք կառուցվում են ռազմավարական օբյեկտների հարակից տարածքներում եւ պահանջում են լուրջ ներդրումներ։ Թեև թաքստոցների ու ապաստարանների թվային տվյալները գաղտնի են, բայց ակնհայտ է, որ դրանց մեծ մասն անմխիթար վիճակում է եւ չկա վերահսկողություն։ Իսկ ինչ պետք է անեն այն շենքերի բնակիչները, որոնց նկուղները սեփականաշնորհված են, դրանցում գործում են արտադրամասեր, ակումբներ, բարեր կամ ժամանցի այլ վայրեր։ Քաղաքային իշխանությունը հավաստիացնում է ռազմական դրության դեպքում նկուղները որպես թաքստոցներ կծառայեն։ Ու չնայած պնդումներին, որ տագնապի ազդանշանի դեպքում քաղաքացիները կարող են պատսպարվել, մեր արձանագրածն այլ բանի մասին է խոսում։